Ուրեմն Լևիկ Քաչատրյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ոչ մի քաղաքական ուժ չես ներկայացնում, ոչ մի կուսակցության անդամ չես։ Դու ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ ես հայտարարել։ Խնդրում եմ պատմես երբ անից է հացադուլը եւ ինչ պահանջներ ունես։ Բարև ձեզ։ Հացադուլը ամսի 3-ից է, անժամկետ։ Ինչի ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որտեղ տեղեկացված են, որ կան էլի վայրեր հրապարակում օպերայի, որտեղ էլի հացադուլ են հայտարարել։ Ես մտածում եմ, որ տարբեր ուժային ստրուկտուրաների դեմ պետք է տարբեր տեսակ ակցիաներ արվի, որպեսզի գերտերությունների, ուժային ստրուկտուրաների ուշադրությունը գրավենք, որպեսզի իրանք կարողանան իրանց ամբողջ գործիքակազմով ազդեն Ադրբեջանի անօրինականությունների դեմ, վերջ դնեն մեր հայ գերիների խոշտանգումներն ու նվաստացուցիչ վերաբերմունքը, դա մեկ։ Երկրորդը կխնդրեմ, որ Ռուբեն Վարդանյանը իր հացադուլը վերջացնի, քանզի ինքը մեզ առողջ է պետք։ Ինքը տարիքով մարդ է, կարա իր վրա ավելի վատ անդրադառնա այս հացադուլը, քան մեր ջահելներից։ Երրորդը ամենակարևորը պահանջը, որպեսզի մեր գերիները, ռազմագերիները, բոլոր այն մարդիկ, ովքեր գերեվարված են եւ արդեն դատվել են, իրանց պատիժը կրում են Բաքվի քրեակատարողական հիմնարկներում, իրանց մեզ հետ վերադարձնել։ Շատ մարդիկ ունենք։ Ու նաեւ նրանք, ովքեր որ դեռ չեն դատվել։ Այո, ովքեր որ այս պահին դատավարություն են անցնում։ Դա է հիմնական պահանջներս։ ՄԱԿ-ի գրասենյակի դեմ, որպեսզի կոնվենցիա կա մարդու վերաբերմունքի խոշտանգումների եւ նվաստացուցիչ վերաբերմունքի դեմ, իրանց կողմից կոնվենցիան է 84 թվականի, եթե չեմ սխալվում, մարտի 10-ին ընդունված կամ դեկտեմբերի։ Իրանք պետք է ինչ-որ միջոցներ ձեռնարկեն, չնայած որ արդեն տեղեկացված են, որ ՄԱԿ-ը իր նամակը ուղղել է, որպեսզի ազատ արձակեն մեր ռազմագերիներին, թե ադրբեջանական իշխանությունը ոնց կնայ այդ նամակին կմնա թղթի մեջ, դա արդեն հարցի մյուս կողմն է, քանզի նոր լուր է կարդում, որ պատրաստվում է Ադրբեջանը նաև ՄԱԿ-ի եւ Կարմիր խաչի գրասենյակները Ադրբեջանից հանեն։ ՄԱԿ-ի գրասենյակից այցելություններ ելա, քեզ մոտեցել են։ Ինձ մոտեցել են շարքային աշխատակիցներից մինչև վերջացած վերադաս մոտեցել են, հարցրել են, հասկացել են, աջակցել են, ինչով որ կարողացել են ինձ օգնել են։ Ինչով են օգնել օրինակ։ Ընդհանուր երբ օրինակի համար դաժե առաջարկել են, որ ներս մտնեմ օրինակի համար իրանց մոտ տաքանամ, որովհետև դուրսը ցուրտ է գիշերը։ Տաք ջուր են տալիս խմելու երբ ուզում են, հեռախոսների զարդի հասնալուց այտենց ինչով որ իրանց ֆունկցիան կարող լինի ինձ ավել բան պետք չի, ինչով որ ինձ անհրաժեշտ է օգնում են։ Իսկ մեր գերիներին հետ բերելու խնդրով առաջին հերթին պետք է զբաղվի Հայաստանի իշխանությունը։ Մեր իշխանություններին բան չունեք ասելու։ Դե իշխանությունը որ ուզենա շատ լծակներ օգտագործի, ինձ թվում է կարող օգտագործի, բայց sense մի քիչ էդի նոր բաց է։ Այն մի լրատվականին եմ ասել, Վահագն Չախալյանն է ամենահին դեմքերից, ովքեր պայքարում է գերիների, ռազմագերիների վերադարձին, ամեն անգամ մենք տենում ենք իրան կառավարության շենքի դիմաց։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նաև կետերով ասել էր ինչ պետք է արվի, որ իրանք հետ կան, որը որ չի արվել։ Մեր կառավարությունը ինչ պիտի անի։ Հա։ Բայց գիտեմ, որ ինձ տեղեկացրել են, որ այդ նշվածներից ոչինչ չի արել, ֆիկտիվ չի աշխատում ըստ մասնագետների գնահատականի, այն մյուս կողմին որ լսում ես, ասում ես կարող մի բան ասեմ, մեր գերիների վրա վատ անդրադառնա, դրա համար չեմ կարող որակավորել իրանց անգործությունը, սենց ասած կամ իրանց ոչ ամբողջ էներգիան օգտագործելու մեջ, որովհետև ես չեմ կարող ասեմ, իրանց ատառը մեր գերիների վրա ոնց կազդի, դա մասնագետները պետք է հասկանան ոնց պետք է արվի, բայց ես մենակ մի հատ ընդհանուր բան գիտեմ, որ հիմա մենք այնց իրավիճակում ենք գտնվում, որ
Ստեղ չպետք է բաժանվենք օրինակի համար կառավարության ներկայացուցիչ, ընդդիմության ներկայացուցիչ, մենք պետք է հասկանանք, որ մեր խնդիրը մեկն է։ Այսինքն եթե դու պետականամետ ես, դու չպետք է նայես ով ում կողմնակից է, ում չէ։ Դրա համար դու պետք է միանաս պայքարի, որ դու քո հայրին հետ ուզես։ Հիմա ումը ոչ մեկին միանշանակ հաճելի չի, որ մենք տեսնում ենք մեր հայ պատանդներին այնտեղ, օրինակ Ռուբեն Վարդանյանի գլխի վրա վերք կա, աչքի տակ կապուտ, պետք ոչ հաճելի է, չես է հասկանում ինչ նոտա է մեզ ուզում ուղարկի Ադրբեջանը, վախացնելու նոտա է ուզում ուղարկի մեզի, թե ուզում է խայտարականի, բայց համենայն դեպս սա ժամանակի հարցը մեզ է վախացնել չի կարա։ Մենք հազարամյակների պատմություն ունենք, դժվար ճանապարհ ենք անցել, ստեղծել ենք հիմա մեր պետությունը, ամենայն դեպս Coca-Cola-ից մեծ ենք տարիքով։ Ու չի ստացվի։ Ամեն ժամանակը իր հերթին իր տեղը կգտնի, ես միանշանակ վստահ եմ, պետքա գաղափարախոսություն լինի, պետքա բոլոր գերեվարվածների, անհետ կորածների, ընտանիքներին տեղեկացի, որ օրինակ գիտեք ինչ, եկեք օրինակի համար ամսի 11-ին լինելու է դատավարություն, եթե չեմ սխալվում։ Ընտրենք մի օր, օրինակ ամսի 9-ը, տաք օր անելու, կիրակի օր ոչ աշխատանքային։ Ովքեր որ աջակցություն ունեն անելու, օրինակի համար թող գան հրապարակում հավաքվենք, որ ցույց տանք համայն աշխարհին, որ մենք պահանջատեր ենք, որովհետև հենց հայը ամենաառաջին ինքը պետք է պահանջատեր լինի։ Առանց կուսակցական մոտեցումների, առանց նախասիրությունների, սյոյետի մեր հասնն է, մենք դա պետք է լուծենք, օգտագործեն բոլոր գերեվարված վերնախավի Արցախի ռեսուրսները, այսինքն ես էլ եմ ասել եւ կրկնում եմ եւ խնդրում եմ, որ իմ ասելիքը տեղ հասնի, ենթադրենք գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը Ավրորա հիմնադրամի ղեկավարն է, ինքն է հիմնադրել։ Ժամանակին, եթե չեմ սխալվում, Աֆրիկայում ջրի հարց է լուծի, այսինքն բոլորին պետք է իրազեկվի, որ այս պահին այն մարդիկ, ովքեր որ բարերարություն են արել